Փառք Աստծուն այսօրվա համար։ Այո, մենք ունենք մեր համոզմունքը, մեր կարծիքները, մեր տեսիլքները, մեր նպատակները, բայց Տերն ունի Իրը։ Տերն ունի Իրենը։ Այն ինչ որ Իրենից է, այն ինչ որ Իրանից է ծնված, այն ինչ որ նրա կամքի մեջ է։ Չէ որ մենք աղոթում ենք, չէ, տերունական աղոթքը ասում ենք, Տեր, թող որ քո կամքը լինի։ Ինչպես որ երկնքումն է, այդպես էլ այստեղ երկրի վրա։ Իսկ որն է նրա կամքը, մենք պիտի այն ճանաչենք։ Մենք չենք կարող նրան ճանաչենք, եթե մենք դրա հետ չքայլենք, չվարվենք, չշփվենք, չաղոթենք, չխոսենք, չխորհենք։ Այո, այդպես է։ Որովհետև շատ հաճախ մենք չենք ճանաչում մեր Տիրոջ կամքը, որովհետև մենք չենք շփվում նրա հետ, բայց երբ որ շփվում ենք, ամեն բան բացվում է։ Երբ որ տալիս ենք մեր սիրտը նրան, Տերը խորհուրդներ է տալիս մեզ, խոսում է մեր սրտի հետ։ Եվ դու ասում ես, Տեր, ինչ բարի ես դու։ Երբեմն հետ ենք շրջվում, նայում ենք նրան, ինչ որ օրինակի համար Տերը արգելել է, ասել է չանես դա, մենք չենք հասկացել այդ պահին, ինչու չանեմ, ինչու չխոսամ, ինչու չգնամ։ Բայց երբ որ հնազանդ ես լինում, ասում ես, լավ Տեր, թող որ քո կամքը լինի։ Հետո անցնում է ժամանակ, հետ ես շրջվում, նայում, ասում ես, Տեր, բարի ես դու փաստորեն։ Փաստորեն դու գիտեիր ուր կարար սա տանել։ Ամեն։ Ես աղոթում եմ, որ իրականում Տերը օրհնի այսօրվա ծառայություն, այսօրվա խոսքը եւ փոխի մեր կյանքերը, որովհետեւ մենք սրա համար ենք, չէ՞, Կիրակի օրը գալիս։ Ես միշտ ասում եւ շեշտում եմ, որ շատ թանկ է սա։ Թանկ է, երբ որ դու տալիս ես, ինչ որ մեկը իր ժամանակից է բարից բուն իմաստով պոկում, երբ որ գալիս է եկեղեցի։ Ինչ որ մեկը փախնում է իր ծնողից, ամուսնուց, չգիտեմ, կնոջից միգուցե, գալիս է թակում եկեղեցի։ Ինչ որ մեկը ինքն իրեն է հաղթարում ամեն անգամ, որպեսզի գա եկեղեցի։ Դրա համար սա շատ թանկ րոպեներ ու ժամեր են, որը ես գնահատում եմ։ Դրա համար ես սա միշտ շատ բարձր եմ դնում իմ երեսի առաջ եւ ասում եմ, Տեր իմ Աստված, թույլ մի տուր ես փչացնեմ այն ինչ որ դու կառուցում ես։ Փառք Հիսուսին։ Ու գիտես, որ մենք գնալու ենք հերթական մի քարոզի մեջ, հերթական մի խոսքի մեջ եւ գիտես, իմ աղոթքն է, որ ամեն անգամ, երբ որ այստեղից խոսք է հնչում, որ իմ աղոթքն է, որ սա փոխի մեր կյանքերը, որ սա փոփոխություն բերի եւ պտուղ բերի։ Գիտես, մենք գնում ենք, ամեն ժամանակ ընթացքի մեջ ենք, եկեղեցին ընթացքի մեջ է, մարդը միշտ ընթացքի մեջ է։ Եվ մենք մեր կյանքը նման է ճանապարհին, որով մարդը քայլում է, չէ՞։ Եվ այդ ճանապարհի վրա կան շատ բաներ։ Մենք հանդիպում ենք, այդ ճանապարհի վրա կա ուրախ օրեր, կա տխուր օրեր, լավ հիշողություններ, մարդիկ։ Այդ ճանապարհը լի է շատ բաներով։ Եվ հաճախ այդ ճանապարհի վրա լինում են ծուղակներ։ Իսկ այդ ծուղակը այնտեղ պատական չի հայտնվել։ Ինչ որ մեկը այդ ծուղակը այնտեղ դրել է։ Եվ այդ ինչ որ մեկը շատ է ուզում, որ մենք ընկնենք այդ ծուղակի մեջ։ Միշտ հիշիր, որ իմ եւ քո կյանքի վրա որս է հայտարարված, որս է գնում, որս է գնում քո հավատարմության վրա, սա ծուղակ է, որս է գնում քո պարգևի վրա։ Ցանկացած մարդ ունի պարգև, տաղանդ Աստծուց, քանքար, եւ որս է գնում այդ պարգևի, այդ քանքարի համար, որ այն անպիտան մնա, չօգտագործվի, որս է գնում քո բնավորության վրա, որտեղ մարդը ինքը բնավորությունն է, չէ՞։ Մարդը ինքը պտուղներն է, չէ՞։ Թե մարդը պարգևն է, մարդը պարգևը չի։ Մարդը դա պտուղն է։ Մենք շփվում ենք մեկս մյուսի հետ ոչ թե մեր պարգևներով, այլ մենք շփվում ենք մեկս մյուսի հետ մեր պտուղներով, մեր բնավորությամբ։ Եվ որս է գնում քո բնավորության վրա, քո ծառայության վրա որս է գնում։ Այն մարդիկ, ովքեր ուզում են լինեն դառնան ծառայող, իմացի, դու ընկնում ես շատ լուրջ, ընտրում ես մի լուրջ ճանապարհ, որի վրա միշտ որս է գնում, եւ բնավորություն է պետք, եւ շատ բաներ է պետք, որպեսզի դու այն պահես։ Ծուղակները շատ են, բայց ես այսօր կխոսամ մի ծուղակի մասին։ Միայն մեկի մասին։ Կխոսենք հպարտության ծուղակի մասին կամ հպարտության ծուղակների մասին։ Ես ինձ բռնացրեցի, որ միշտ անցել եմ հպանցիկ այս երևույթը, հպարտություն կոչված երևույթը, բայց չեմ խորացել։ Այսօր մենք խորությամբ կնայենք, թե ինչ է հպարտությունը։
Եվ ինչ ծուղակ կարող է այն մեզ տալ եւ պատրաստել։ Գիտես, աշխարհը ասում է, որ մարդը պիտի լինի հպարտ, չէ՞։ Հպարտ եղիր։ Հպարտ կեցվածքով մեկը, չէ՞, այսպեսի նկարագիր է տալիս մեկին։ Շատ ժամանակ աշխարհը շփոթում է հպարտությունը այն ինքնավստահության հետ։ Եվ աշխարհը ասում է հպարտ եղիր։ Մինչդեռ Աստվածաշունչը սրան տալիս է ուրիշ անուն։ Աստվածաշունչը այն տալիս է ուրիշ, դրան տալիս է ուրիշ գնահատական։ Եվ Աստվածաշունչը ունի կոնկրետ մոտեցում այդ երևույթին։ Թույլ տուր ասեմ այդ արատին, թույլ տուր ասեմ այդ մեղքին։ Հպարտությունը մի բան է, որը որ Աստծո առաջ մեղք է, կամ ուղիղ տանում է դեպի մեղքը, ուղիղ տանում է դեպի կործանում, ուղիղ տանում է դեպի կորուստներ։ Հպարտությունը ոչ միայն բնավորության վատ գիծ է, այլ հոգևոր թակարդ, ծուղակ։ Կա թակարդ, կա ծուղակ։ Թակարդը ակնհայտ դրած է, մի բան վրեն գցած է եւ մկները գնում, օպ, բռնվեցին։ Բայց կա ծուղակ։ Ինչա ծուղակ, ինքը քողարկված է։ Ես սկզբից քարոզի անուն դրեցի թակարդ, բայց հասկացա չէ, ծուղակ է։ Ծուղակը մի բան է, որը քողարկված է, որը չի երևում։ Ծուղակը օրինակի համար դրվում է ինչ որ տերևներով է փակվում, չէ, օրինակ ինչ որ մի կենդանու համար ծուղակ է դրվում, կապկան ռուսերենով։ Եվ ինքը քողարկվում է, եւ կենդանին գնում, այդ չի տեսնում։ Ինքը չի գնում այդ ինչ որ մի բանի վրա, ինքը գնում ուղակի կանգնում է դրա վրա։ Ինչու՞, ինքը չգիտեր այնտեղ ծուղակ կա։ Կամ փոսափորվում, թեթև թույլ այսպիսի ճյուղերով ծածկվում է, տերևներա լցվում վրան եւ մարդը չգիտի կամ կենդանին չգիտի, որ այնտեղ փոս կա, ինքը քողարկված է։ Դա ծուղակ է։ Եվ հպարտությունը ոչ միայն վատ բնավորության գիծ է, այլ հոգևոր թակարդ է ինքը, ծուղակ է մարդու համար։ Դա մի երևույթ է, որը որ քայքայում է մարդու ներսից։ Այն կարող է անտեսանելի լինի ֆիզիկական աչքերի համար, բայց հետևանքները կործանարար են։ Այո, կարա լինի, որ դու տեսնում ես մարդ հպարտ մարդ է։ Ակնհայտ երևում է ֆիզիկական աչքերդ էլ տեսնում է, մարդը հպարտ է, գոռոզ է։ Բայց կարա այդ գոռոզությունը, այդ հպարտությունը լինի քողարկված, ծպտված, բայց ներսից մարդուն քայքայում է։ Ընդունված է խոսել կամ հասկանալ կամ հավատալ, որ հիմնականում այդ հպարտները այն հարուստներն են։ Բայց գիտես, ես քանի հպարտներ եմ տեսել, աղքատ հպարտներ։ Դա ամենի վտանգավոր, այո, աղքատ։ Դու գիտես, որ ես երկար տարիներ աշխատել եմ առևտրի մեջ, եւ ես շատ հազարավոր, տասնյակ, հարյուրավոր, հազարավոր մարդկանց շփում եմ ունեցել, որովհետեւ հաճախորդը գալիս է, դու պիտի սպասարկես նրան, չէ՞։ 100 հազարավոր մարդկանց հետ ես շփում եմ ունեցել, կոնտակտ եմ ունեցել։ Որ ասում եմ, ուզես չուզես հոգեբան ես դառնում արդեն այդտեղ։ Գիտես, քանի ու քանի աղքատ հպարտներ եմ ես տեսել, որ ուզում ես խորհուրդ տաս, բայց ինքը չէ։ Ինքը իր ճիշտից այնքան ոչինչ չի տեսնում, բայց ուզում ես դու դրան խորհուրդ տաս, ուղղակի ասես, ես սա ավելի լավն է, խորհուրդ եմ քեզ տալիս, բայց չէ։ Հասկանում ես, ինքը կարա լինի ծպտված, թաքուն, թաքնված ինչ որ մի երևույթ ֆիզիկական աչքերի համար, բայց հետևանքները կործանարար են թանկագինս։ Այդ երևույթի պատճառով, հպարտության պատճառով մարդու սիրտը կորցնում է իր զգայունությունը Աստծո հանդեպ։ Սա վտանգավոր մի երևույթ է։ Դու թասուն կհասկանաս ես ինչ նկատի ունեմ։ Այն փակում է ապաշխարության ճանապարհը եւ փչացնում է փոխհարաբերությունները։ Հպարտ մարդիկ շատ ժամանակ փակում են իրանց ձեռքով այդ ապաշխարություն տանող ճանապարհը, ապաշխարության տանող ճանապարհը։ Եվ փչանում է փոխհարաբերությունները։ Աստծո խոսքից առանցքային մի տեղ, որը շատ հայտնի է բոլորիս։ Հակոբոսի նամակ 4-րդ գլուխ 6-րդ խոսք։ Աստված ամբարտավաններին հակառակ է։ Ամբարտավան դա նույն հպարտ բառն է։ Աստված հպարտներին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս։ Հպարտությունը դա ոչ միայն մեղք է, այլ հոգևոր թշնամի, որը դնում է մեզ
Աստծուն հակառակ դիրքի մեջ։ Աստված հպարտներին հակառակ է։ Դա ոչ միայն արատ է եւ մեղք է, այլ հպարտությունը ներողություն։ Հոգևոր թշնամի է, որը մեզ կանգնացնում է Աստծուն հակառակ դիրքի մեջ։ Կա դիրք։ Երկու դիրք օրինակի համար. խոնարհության դիրք եւ հպարտության դիրք։ Եվ այս հպարտության դիրքը մեզ հակառակ է կանգնեցնում Աստծո առաջ։ Հարց. Ինչ ես կարծում։ Հպարտ մարդը գիտի, որ նա հպարտ է։ Ինչ ես կարծում օրինակի համար։ Հպարտ մարդը գիտի, որ նա հպարտ է։ Գոռոզ մարդը։ Թողենք աշխարհը, գանք այստեղ։ Ինչ ես կարծում։ Այս դահլիճում հպարտ մարդ կա թե չէ։ Ինչ ես կարծում։ Հա? Հպարտ մարդը գիտի, որ ինքը հպարտ է։ Չգիտի, բայց այս դահլիճում կլինի հպարտ մարդ։ Թողենք աշխարհը։ Թողնենք։ Արի գանք այստեղ, մեր տուն գանք, մեր ընտանիք, մեր հոգևոր մեծ ընտանիք գանք ու հարց տանք ինքներս մեզ։ Իսկ ինչ ես կարծում, այդ մեկը, ով չգիտի, որ ինքը հպարտ է, բայց հաստատ կա այս դահլիճում, ինքը պիտի իմանա, որ ինքը հպարտ է թե չէ։ Իսկ ինչպես իմանա։ Ես կասեմ, հա։ Գնամ ու ճակատին ասեմ։ Ես հավատում եմ, որ մենք այսօր, երբ որ վերջում աղոթք անենք, մենք կկոտրենք այդ հպարտության ողնաշարը։ Եվ ես կետեր քեզ կտամ, մի քանի կետեր, որի մեջ դու փորձիր ոչ թե քո դիմացինին քննել, ոչ թե քո կողքիներին, քո ամուսնուն, կնոջդ, երեխաներին, այլ ինքդ քեզ։ Նորից վերադառնանք այս ցուցամատի կանոնին։ Հիշում ես ցուցամատի կանոնը, ուղղում ենք դեպի յուրաքանչյուրը իր վրա։ Ցուցամատը քո համար է։ Ամեն։ Հիմա տեսեք, իրականում, քանի որ այն շատ ծպտված մի բան է, շատ հնարավոր է, որ մարդը չիմանա, որ նա հպարտ է։ Շատ հնարավոր է, որ մարդը չիմանա, որ ինքը հպարտ է, կամ հպարտության նշումներ կա նրա մեջ։ Եվ ես այսօր այստեղ եմ, որ օգնեմ քեզ այն բացահայտես, հանես ջրի երես եւ կոտրես նրա ողնաշարը Հիսուս Քրիստոսի անունով։ Այսպիսով հպարտության ծուղակներ։ Առաջինը, եթե գրում ես, գրի։ Հպարտությունը դա Աստծո դեմ ապստամբության արմատ է։ Արուսյակը, այսինքն սատանան, նրա անկումը սկսվեց ոչ թե սպանությունից կամ ստից, այլ հպարտությունից սկսվեց նրա անկումը։ Նա հպարտացավ եւ ընկավ։ Նա մարդասպան չէր, նա ոչ ոքի չսպանեց, բայց նրա սրտում կար այդ երևույթը եւ դա արմատ դարձավ, հիմք դարձավ, որպեսզի նա ընկնի։ Եսայի մարգարեություն 14-րդ գլուխ 13 խոսք։ Սա այս խոսքերը ուղղված են Արուսյակին, սատանային։ Ինքդ ասում է իր քո սրտում, ով գիտեր դրա մասին։ Ով գիտի, որ մարդը ինքի սրտում բաներ է ասում։ Միայն մարդը եւ Աստված։ Մենք մեր սրտի մեջ խոսում ենք։ Մենք մեր սրտերում շատ ծածուկ գաղտնիքներ ունենք, խորհուրդներ, ծածուկ բաներ։ Ինքդ ասում է իր քո սրտում, երկինք կելնեմ եւ իմ գահը կդնեմ։ Գիտես, այդ գահի վրա ինքն իրեն չէր նստեցրել։ Այդ գահի վրա Աստված էր նրա նստացնել։ Եվ ինքը ասում է իմ գահը կդնեմ։ Ուշադիր եղիր, խնդրում եմ այսօր։ Շատ ուշադիր եղիր։ Այս ուղերձը ես կարամ վստահ ասեմ, որ կյանքի ուղերձ է լինելու։ Շատերը թող որ բժշկվեն, շատերի մոտ հպարտության հարմատները թող որ այսօր լուծված լինեն Հիսուսի անունով։ Որտեղ հպարտ մարդը ինքը գոռոզն է։ Հպարտ մարդը ինքը Աստծո թշնամի է, ինքն իրեն դարձնում։ Եվ շատ դժվար է Աստծուն հակառակ գնալը։ Չարժի մի թշնամի ունենալ, որի անունն Աստված, չարժի։ Հաստատ չարժի նրա հանդեպ թշնամանալ, բայց այդ հպարտ մարդիկ թշնամի են դառնում։ Իրենք իրենց դարձնում։ Ասում է, ես իմ գահը կդնեմ, ներողություն, այդ գահը քեզ ով էր տվել։ Ով էր քեզ այդ գահի վրա նստացրել։
Երբեմն լինում է, որ գահ ես տալի, հետո ասում ես ոնց իշխացնեմ։ Գիտես ես ինչ եմ այսօր առավոտն եմ մտածում, ասում եմ ինչու էր թագավորական գահը, երբ որ պիտի Սավուղը նստեր թագավոր, Դավիթը նստեր թագավոր, ոչ թե թագավորն էր թագավոր ընտրում, այլ մարգարեն էր թագավոր ընտրում, որպեսզի մարդ հասկանա, այս գահը ինձ Աստված ա տվել։ Աստված իր ծառայի միջոցով, մարգարեի միջոցով գալիս էր եւ ասում էր, այս գահը քոնն է։ Աստված քեզ կանչում է դրա մեջ, որ դու թագավոր լինես։ Բայց շատերի համար սա հետո դառնում է ծուղակ։ Ինչպես դարձավ Սավուղի համար ծուղակ եւ կոնկրետ ծուղակ։ Դավթի համար էլ ծուղակ եղավ։ Ինչա Սողոմոնի համար չեղավ ծուղակ։ Աշխարհի իմաստուն մարդն էր։ Ամենաիմաստուն մարդն էր։ Ավելին ասեմ, նրա նմանը դեռ չի եղել։ Բայց դա նույնպես դարձավ նրա համար ծուղակ։ Բաներեղություն մենք պիտի մտածենք, որ մենք ապահովագրված ենք այդ ծուղակից, այդ հպարտության ծուղակից։ Ինքդ քո սրտում ասում էր, երկինք ելնեմ, իմ գահը դնեմ, Աստծո աստղերից էլ վեր, կնստեմ աստվածների ժողովքի լեռան վրա, հյուսիսից ծայրամասում, կբարձրանամ ամպերի գագաթին, կնմանվեմ ամենաբարձրալին։ Մրցակցություն, հպարտություն։ Եվ այս հպարտությունը խոսալ գիտի, լեզու ունի։ Այն խոսում է ինքը իր մասին։ Ինչ ասում։ Ինքդ ասում էր քո սրտում։ Ինքը իր մասին է խոսում, ինքը իրանից այնքով ոչ մի բան չի տեսնում։ Ինքը իր ներողություն դուքյանից այնքով ոչինչ չի տեսնում։ Իր վրաներից այնքով ոչինչ չի տեսնում, ասում է կելնեմ, ինքը բարձրանալ է տենչում։ Ինքը ուզում է միշտ բարձրունքներ։ Մի գաղտնիք ասեմ, անցնեմ առաջ, հա։ Առաջ ասելով ասեմ։ Ամենակարճ ճանապարհը բարձրանալու համար դա խոնարհությունն է։ Ուզում ես բարձրանաս, խոնարհվի, ներքևի ճիր։ Իջիր դեպի Աստծո բարձրունքները ներքևում է։ Աստծո բարձրությունը ներքևում է։ Աստծո բարձրունքը ներքևում է, խոնարհների մեջ է։ Կելնեմ իմ գահը, որի մասին խոսեցի, կնստեմ, կբարձրանամ, կնմանվեմ, տես ես ինքս, ինձ, իմը, դեպի ինձ։ Ինչու է համարվում 666-ը, ասում են դա մարդու նշան է, որովհետև մարդը ստեղծվեց 6-րդ օրում։ 6 թիվը դա մարդու թիվն է, 6-րդ օրը ստեղծվեց եւ ամեն ինչ մարդով, մարդու համար եւ դեպի մարդը, այդպես են երբեմն բացատրում 666-ը, որ կենտրոնում ոչ թե Աստված, այլ մարդը։ Հումանիզմը դա գիտես, որ հումանիզմը դա մարդապաշտությունն է, մենք ասում ենք հումանիստ եղիր, հումանիստ։ Բայց հումանիզմը դա մարդապաշտություն է։ Այո, Աստված ամեն ինչի առանցքում ներողություն դրեց մարդուն, բայց մարդը պիտի ամբողջ փառքը տա Աստծուն։ Առանցքում մարդն է, ամբողջը ստեղծվեց մարդու համար։ Բնություն, կենդանական աշխարհ, տիեզերքը մարդու համար ստեղծվեց, մարդու փրկության համար ստեղծվեց, բայց մարդը պիտի կարողանա այդ փառքը բարձրացնել Աստծուն, որ ինչ էլ որ լինի, մարդը վերևում լինի, դա Տեր քեզանից է, իմ հաջողությունները քեզանից են, իմ բարձունքները դու տվեցիր, քեզանից է ամբողջը, իմ իմաստությունը դա դու ես եւ քեզանից է։ Եվ ոնց որ հովիվն ասում են, ինչ որ վերջանում է իզմով, դա լավ բան չի, կոմունիզմ, հումանիզմ, աթեիզմ, դարվինիզմ, ինչ որ իզմով է վերջանում, զգուշացիր, լավ։ Ես հպարտությունը ինչ ասում, ինքը լեզու ունի, ես ինքս, ես գիտեմ, ես կարիք չունեմ լսելու, ես ավելի լավն եմ, ես լավագույնն եմ։ Ես հիմա խոսում եմ, դու խնդրում եմ քեզ քննիր։ Ես կարիք չունեմ մեկից լսելու։ Ոնց կարա ինքը ինձ խորհուրդ տա։ Այսօր 1, վաղը 2, կամ 3-1, այսօր 2, չգիտեմ ոնց է դա։ Եկե ինձ ինչա ասում։ Երեկվա երեխեն։ Այ բալիկ ջան, դու ուր էիր, որ ես այս ամեն ինչը գիտեի։ Ես խոսում եմ, դու բռնացրու։ Քեզ։ Եկե ինձ բան ասովորացնում։ Բայց չի իմացար աղջի ինչ եղավ։ Վարդուշը զանգեց։
հələ դրան նայի, եք ինձ ինչա սովորացնում, ինձ բան ա ուզում ասած լինի։ Հպարտությունը Աստծուց անկախանալու կամ Աստծուց անկախություն է ծնում։ Հպարտությունը ուզում է կտրի եւ անկախություն բերի Աստծուց։ Ինչպես Արուսյակի կյանքում կդնեմ իմ գահը Աստծո ասխերից վեր եւ կնմանվեմ բարձրալին։ Ես մարդը կարող է գալ եկեղեցի, աղոթել, կարդալ Աստվածաշունչ, լինել ծառայության մեջ, բայց սիրտը արդեն կախված չէ Աստծուց։ Այդ կախում բառն եմ ուզում դու շեշս վերցնես։ Կարա գա եկեղեցի, կարդա, աղոթի, ծառայի, բայց սիրտը արդեն կախված չի Աստծուց։ Նախկինի պես։ Քննիր քեզ։ Ես խոսամ, դու ինքդ քեզ քննիր։ Նախկինի պես այն ամենատակ վիճակը հիշիր, որ կախված էր Աստծուց, ամբողջությամբ ամեն ինչում։ Ինչ կար վազում էր սենյակ, Տեր ո՞նց անեմ։ Ինչ կար մաներ գալի Աստծո խոսք մեջ, իսկ սրա մասին ինչ ասում Աստվածաշունչը, իսկ այս մասի համար, այս մի բանի համար ինչ ասում Տիրոջ խոսքը։ Օրինակ բերեմ Աստվածաշնչից։ Կար հրաշալի թագավոր Դավիթ, նրա որդին Սողոմոնը, հետո նրա որդին Սողոմոնից հետո մնաց որպես թագավոր։ Կարող է Հերոբոամներ։ Գ թագավորած 12 գլուխ։ Լավ, 12 գլուխը տանը կկարդաս։ 4-ից մինչև 19 չեմ ընթերցի, այլ կպատմեմ երկարա։ Տեսեք, Սողոմոնից հետո թագավորությունը մնաց նրա որդուն։ Եվ գիտես, թագավորությունը ծաղկել էր, թագավորությունը լավ վիճակի մեջ էր, պատերազմներ վաղուց չկային, տնտեսապես այն աճել էր, հարկերը բարձր էին, մարդիկ բերում էին եւ շատ հարուստ էր այդ արքայությունը, թագավորությունը։ Եվ գալիս է ժողովուրդը ասում է, գիտես, քո հայրը Սողոմոնը մի մեծ լուծ ա դրել մեր ուսերին։ Խնդրում եմ հարկերը իջացրու։ Մենք ենք ուզում ապրենք։ Ես լսեց, թվում է որ իմաստուն է, լսեց, ասում է լավ գնամ խորհուրդ անեմ։ Գնաց խորհուրդ արեց ծերերի հետ, ծերերը ասեցին դե ճիշտ է ասում ժողովուրդը։ Լսիր, ականջդիր ժողովրդին։ Արժի ժողովրդին մեկ-մեկ լսել։ Ականջդիր, այնպես չի որ հիմա պատերազմներ ա եւ դու կարիք ունես այդ հարկերը նորից բարձր վերցնես։ Տնտեսությունը լավ վիճակի մեջ է եւ խորհուրդ են տալիս, նորմալ խորհուրդ, լսի ժողովրդի ձայնը։ Եվ տեսեք 8-րդ խոսք։ Իսկ նա մերժեց ծերերի իրեն տված խրատը եւ խորհուրդ հարցրեց այն երիտասարդներից, որոնք մեծացել էին իր հետ եւ կանգնած էին իր առջև։ Նա գնաց ծերերից հարցրեց իմաստուներին, փորձառություն ունեցողներին, այդ մարդիկ ասեցին լսիր, չլսեց եւ ասեց իսկ դուք ինչ եք ասում, տղեկ, ջահելություն, դուք ինչ եք ասում, ովքեր այդ են մեծացել։ Ես մարդիկ ասեցին, լավ խորհուրդ չտվեցին, ասեցին գնա ասա, որ իմ ճկույտը, իմ հոր մեջքից ավելի հաստ է։ Հիմա տեսեք ինչ են բերելու ձեր գլխին եւ թագավորությունը բաժանվեց տակագինս։ Կիսվեց արքայությունը։ Գիտես, սա հպարտության ծուղակ էր այս մարդու Հերոբոամի համար։ Սա ծուղակ եղավ նրա համար։ Եվ նա այնքան հպարտ էր, որ նա չկարողացավ խորհուրդ ընդունի։ Ես երբ որ մարդը քեզ խորհուրդ է տալիս, մտածիր էլի։ Մի պահ քեզ բռնացրու դրա մեջ։ Երբ որ քեզ քո ավակը կլինի, քո հովիվը կլինի, կամ քո կողքինը կլինի, կամ մի հատ հետարքի լավ խելացի խորհուրդ տա։ Ասի սանդղակը իջացրու, մատ հանգստացիր, մատ լսի ժողովրդի ձայնը։ Կողալակ ճիշտ են ասում, եւ այս մարդը չլսեց, եւ գիտես թագավորությունը բաժանվեց, կիսվեց, եւ երկու թագավորություն ծնեց։ Գիտես այս տեսակի համար, հպարտների համար, այս տեսակի համար խորհուրդը կամ խորհուրդ ընդունելը ցավոտ է կամ անհնարին, որովհետեւ ինքը գոռոզ է, ինքը չի կարող խորհուրդ ընդունի։ Գիտես այս ծուղակի մեջ հիմնականում որ սերունդն է, ներողություն իհարկե, բայց ես նկատել եմ այն կոմունիզմի մեջ ծնված մեծացածները դժվարանում են խորհուրդ ընդունել իրանց երեխաներից։ Ես իմ աչքի վրա կարամ դա ասեմ, որ այսպիսի բան կա, այ Բալաջանն էս այնքան շապիկ է մաշել,
ոնց չլինի քեզանից մի հատ շապիկ ավել եմ մաշել։ Այդ կրակն ընկանք, որ մի շապիկ ավել ես մաշել ինձանից։ Եվ դժվարանում են, ասում են, դու իմ երեխեն ես, հայրերը դժվարանում են այդ սերունդի, դու իմ երեխեն ես, ոնց կարաս դու ճիշտ բան ինձ խորհուրդ տաս։ Իսկ օրինակ համար իմ սերունդը, մեր սերունդը, մենք չենք խորշում, ասենք, բալես մի հատ էս հեռախոս տես ինչ ասում։ Չեմ կարում։ Այս ալֆա սերունդից խորհուրդ հարցնենք, օգնություն խնդրենք, այն պուջուրներից։ Սա նույնպես հպարտություն է։ Այս տեսակը շրջապատում է իրեն այնպիսի խորհրդականներով, որոնք որ ականջ են շոյում։ Ուշադիր։ Այս տեսակը շրջապատում է ինքն իրեն այնպիսի խորհրդականներով, որ ականջ են շոյում։ Գնա ասա, դու ավելի լավն ես, ավելի ուժեղ ես, քան քեզանից առաջ եղողը, քո ճկուտ ավելի հաստ է, ականջ է շոյում։ Երբեմն խորհուրդները կարան ցավոտ լինեն։ Ցավոտ, բայց ճշմարիտ։ Սա առաջինն է, երկրորդը։ Հպարտությունը քողարկվում է հոգևորի տակ, շատ հաճախ։ Հպարտության ամենավտանգավոր տեսակը դա հոգևոր հպարտությունն է։ Տեսեք, փարիսեցիները ծառայում էին Աստծուն արտաքինից, բայց ներսից փնտրում էին փնտրում մարդկանցից։ Նրանք արտաքինից ծառայում էին Աստծուն, Մատթեոս 23:5։ Իրենց բոլոր գործերը մարդկանց ցույց տալու համար էին անում։ Եվ սա ճանաչում է փնտրում մարդկանցից, այս տեսակը։ Հպարտությունը կարող է թաքնվել, ես ավելի լավն եմ, ես Աստվածաշունչը ավելի լավ գիտեմ, ես ավելի հոգևոր եմ, ի տեսակի տակ կարա թաքնվի այս հպարտությունը հոգևոր, որ երբ որ դու դնում ես համեմատության մեջ, որ ես ավելի լավ գիտեմ Աստվածաշունչը, ես ավելի հոգևոր եմ, ավելի աղոթող եմ, ավելի զորավոր եմ, բա իմ աղոթքը գիտես ինչ էր արել, դրա տակ կարա թաքնվի։ Առակաց 21:4 Ուժեղ տեղ ասա, որ ես այս շաբաթվա մեջ հայտնաբերեցի ինձ համար։ Ամբարտավան աշկերը եւ գոռոզ սիրտը անիրավների լապտերը մեղք են։ Անիրավները լապտեր ունեն։ Եվ ամբարտավան աշկերը գոռոզ սիրտը ինքը մեղք Աստծո առաջ։ Ինքը մի դիրքի մեջ է մարդուն դնում, որ մարդը թշնամանում է ուղիղ բառից բուն իմաստով, թշնամանում է Աստծո հետ։ Գիտես, այստեղ է տեղին հիշել Պետրոս առաքյալին։ Գիտես, հիշում ես Հիսուս ինչ էր հարցնում։ Մարդիկ ինչ են ասում, ով եմ ես։ Եվ ամեն մեկը մի բան էր ասում, դու մարգարեն ես, դու Եղիան ես եւ այլն։ Բա դուք ինչ եք ասում։ Ով է մարդի որդին։ Եվ Պետրոսը ասեց, որ դու ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին։ Եվ Հիսուսը գովաց նրան, ասեց Պետրոս, դու հայտնություն ստացար երկնքից, հայրը քեզ հայտնեց դա։ Եվ նույն Պետրոսը անցնում է մի քանի ժամ, ընդդիմանում է, հակառակ է կանգնում Աստծո կամքին։ Կարծես թե լավ բան ասում, քավ լիցի Տեր, չգնաս այդ քայլին։ Եվ Հիսուսը շրջում ասում է, հետից գնա սատանա։ Որտեղ ինքը ընկավ, միգուցե հայտնությունը նրան, որը բարձրացրեց, այդ հոգևոր վիճակը, որը նրան շատ բարձրացրեց, նա էլ գցեց Պետրոս առաքյալին։ Եվ գիտես, այդ վիճակը կարա մեզ Աստծո տեսիլքին դեմ կանգնեցնի։ Երրորդը, սա շատ ցավոտ մի թեմա է, հպարտությունը քանդում է փոխհարաբերությունները ծառայության մեջ։ Դուրը բացի խնդրում եմ, թող մի քիչ թթված են գա։ Հպարտությունը քանդում է փոխհարաբերությունները ծառայության մեջ, հետագայում ծառայությունը։ Սա մի երևույթ է, այս հպարտությունը, որը քանդում է փոխհարաբերությունները։ Իսկ ծառայությունը սիրելիս դա փոխհարաբերություններ է։ Եկեղեցին դա փոխհարաբերություն է։ Եթե մի բառով փորձենք
բնութագրել եկեղեցու կյանքը մի բառ փոխհարաբերություն իրար հետ։ Չէ՞ մենք կանչված ենք իրար հետ փոխհարաբերվենք, շփվենք, աղոթենք իրար համար, իրար ճանաչենք։ Եվ հպարտությունը քանդում այս փոխհարաբերությունները ծառայության մեջ, եւ հետագայում քանդում է նաեւ ծառայությունը։ Հպարտությունը մարդուն դարձնում է ոչ ճկուն, անհաշտ, իր սխալները չընդունող։ Ես այսօր կասեմ, որ այն մարդիկ, ովքեր որ ընկել են իրենց կոչումից, ծառայությունից, նրանք ընկել են այս ծուղակի մեջ։ Կարող է դու ինձ հետ չհամաձայնվես, չգիտեմ, միգուցե ասես չէ, այդպես չի, ժամանակս, չգիտեմ, սա, բայց այն մարդիկ, ովքեր որ ընկել են իրանց կոչումից, իրանց ծառայությունից, իրանց հոգևոր դիրքից, նրանք ընկել են այս ծուղակի մեջ։ Բառեզբուն իմաստով։ Ես խոսում եմ, դու ինքդ քեզ քննիր, խնդրում եմ, քննիր քեզ։ Ոչ ոքի նպատակ չունեմ ցավեցնեմ կամ նսեմացնեմ կամ վիրավորեմ։ Ես այսօր այստեղ եմ, որ քեզ ուղղակի ցույց տամ, թե ինչ վտանգներ կանգնած իմ եւ քո առաջ, թե ինչ ծուղակներ կարան լիներ իմ եւ քո առաջ։ Ուշադրություն, հպարտությունը չի կարողանում ներողություն խնդրել։ Հպարտությունը չի կարողանում ընդունել իր սխալները։ Տեսեք, երկու մարդ, երկու առաքյալն էլ 12-ից 2-ը մեղք գործեցին Աստծո առաջ, մեկը ուրացավ, մեկը դավաճանեց։ Այն ուրացողը գնաց լացեց, ներողություն խնդրեց։ Դավաճանը, գիտես, իր սխալը ինքը չընդունեց, գնաց կախվեց։ Հպարտությունը չի կարողանում իր սխալը ընդունի։ Հպարտությունը չի կարողանում ընդունի կրիտիկա, շտկում ոչ ոքից։ Չի կարողանում, նույնիսկ ինքը իր հովից չի կարող կրիտիկա ընդունի։ Տեսեք, ինչի համար է դրված քո հոգևոր ավագը եկեղեցում, ինչի համար։ Որն է հոգևոր ավագիդ գործառույթը, ծառայությունը, որ շտկի չէ քեզ, որ խորհուրդ տա, որ տեսնի ու ասի, գիտես, մի փոքր սխալ կուրս ես վերցրել։ Մի հատ քննի քեզ։ Անցած շաբաթ այստեղ հրաշալի ծառայություն ունեցանք, տղամարդկանց ծառայություն, եւ քարոզիչը մի օրինակ բերեց հենց ին վրա։ Վերցրեց այս անձեռոցիկը, այս մեկը չէ։ Հատ այսպես անձեռոցիկ, ասես պատկերացրու, այս անձեռոցիկը, այս մարդու այսպես մեջքի հետևում կպած է։ Եվ ամբողջ օրը ինքը չգիտի, թե մի բան է, չէ՞, ես չեմ նկատում անձեռոցիկը, իմ մարմնի վրա ոչ մի բան ես չեմ նկատում։ Եվ այս անձեռոցիկով ամբողջ շաբաթ մեջքիս հետևում կպած ման եմ եկել, ծառայել եմ, շփում եմ ունեցել։ Ինչ որ մեկը պիտի լինի, չէ՞ որ ասի, գիտես ինչ կա, թանկագին եղբայր։ Այստեղ մի հատ բան է կպել։ Բոլորը ծիծաղում են քո վրա։ Բոլորի համար անհասկանալի է, թե խի ասա կպած քեզ։ Այդ ինչ որ մեկը պիտի լինի, թե չլինի։ Լինի, չէ՞։ Բայց ինչու ենք մենք այդ ինչ որ մեկին միշտ բան ենք անում, ասում ենք։ Դու ինձ մի ասա։ Հպարտ մարդը ինքը դժվարանում այս քրիտիկան ընդունի իր հասցեին։ Ինքը դժվարանում ասի, գիտես ինչ կա, շնորհակալ եմ քեզանից, որ դու շտկում ես ինձ։ Մենք պիտի այդ մարդկանց գնահատենք։ Ես փառք եմ տալիս Աստծուն, որ ես շրջապատված եմ այդ մարդկանցով։ Իմ ընտանիքը ինձ շտկում է։ Երեխաներից բռնած։ Ես ունեմ հրաշալի եկեղեցի, որը ինձ շտկում է։ Ես ունեմ հրաշալի օգնականներ, որ ինձ շտկում են, ասում են, ես ինչ բան արի, կարող է սենց անենք Հովի ջան։ Իսկ կարող է միշտ գնահատի այն մարդկանց, ովքեր որ քեզ շտկում են։ Իմ ծառայության բերումով ինձ ամենամոտ կանգնած մարդը դա իմ օգնականն է, Արենն է։ Դե քանի անգամ է ինքը նստել, ասել, հով կարող է սենց անել, կարող է սխալ է այս մի բան, արի մի հատ սենց անենք, էլի, կարող է սենց, այսենց մի հատ փորձենք անենք։ Եվ գիտես, Աստծո խոսքը ասում է շատ խորհրդականների պատճառով հաջողվում է ամեն։ Ինչու, որովհետև երբ որ մենք ականջ ենք ունենում լսել։ Հպարտությունը չի կարողանում
ընդունել կրիտիկան, շտկումը ոչ ոքից, նույնիսկ իր հովից, սա հպարտության ծուղակ է։ Հպարտությունը չի կարողանում ընդունել խորհուրդներ եւ ուշադիր, հպարտությունը չի կարողանում սովորել, այն ուզում է միշտ սովորացնել, ինքը ուզում է միշտ սովորացնողի դիրքի մեջ լինի, ես կասեմ, ես կսովորացնեմ, ես կարիք չունեմ, որ ինչ որ մեկին սովորացնի, սա ծուղակ է, ուշադիր շտկիր ինքդ քեզ, Առակաց 13:10 ամբարտավանությունից, այսինքն հպարտությունից, միմիայն կռիվ է ծագում, բայց խորհուրդ լսողների մեջ իմաստություն կա։ Հրաշալի խոսք, amma խորհուրդ լսողների մեջ իմաստություն կա։ Գիտես որ մարդն է իմաստուն, ով որ քիչ է խոսում։ Ավելի շատ լսում է, հետևություններ է անում։ Իրես կապ չունի, թե ընտանիքում, թե ծառայության մեջ, թե եկեղեցում, թե աշխատանքի վայրում, եթե կան կոնֆլիկտներ, ապա դրա արմատը կարող է լինել հպարտությունը։ Ուշադիր նայիր։ Նորից եմ ասում, հպարտությունը ինքը շատ ծածուկ, թաքնված մի երևույթ է։ Կարող է արտաքինից ոչինչ չնկատենք, կարող է մեր ֆիզիկական աշխարհը դա չտեսնի, բայց այն մարդուն ներսից է քանդում, այն մարդուն կանգնեցնում է Աստծուն թշնամի դիրքի մեջ, սա դիրք է, որը մենք գրավում ենք։ Ես միշտ ասում եմ, չէ, մի տեսակ հեշտ է Աստծո հետ փոխհարաբերությունը, Աստված է շտկում, հալելույա, Աստված է խոսում, հարց չկա, մենք դժվարանում ենք այս հորիզոնական դիրքի մեջ, այստեղ է մեր խնդիրը ծագում հիմնականում, խաչի այս կողմի հետ խնդիր չունենք, Տերը խոսաց, ես գնացի, Տերը ասեց, ես հալվեցի, Տերը հանդիմանեց, ես շտկվեցի, Տերը ասեց, ես ապաշխարեցի, բայց այս դիրքի մեջ մենք ձախողվում ենք շատ հաճախ, այս է մեր խնդիրը, այս հորիզոնական կողմ պահելն է մեր խնդիրը։ Ու արյութես Աստված դրել է մարդկանց այսենց շփման մեջ, հենց այստեղ է մեր քննությունը հանձնվում։ Խոնար ենք, թե խոնար չենք։ Ես Աստծո համար խոնար եմ, բայց իմ ավաքի։ Իսկ ես Աստծո քննությունը որն է, այստեղ խոնար ես, դու այսպես խոնար կլինես։ Այստեղ է երևում մեր խոնարհությունը։ Չորրորդը, հպարտության ծուղակ հաջողության պահին։ Այս հպարտության ծուղակը գալիս է հաջողության հետ միասին։ Ես սիրում եմ այսպես ասեմ, միշտ էլ հաջողությունը հպարտության հետ ձեռձեռի է քայլում։ Հենց գալիս է հոգևոր բարձրունք, հպարտությունը գալիս է գցելու համար։ Հենց գալիս է ֆինանսական հաջողություն, հպարտությունը գալիս է գցելու համար։ Հենց գալիս է ցանկացած բարձրունքի հետ մեկտեղ գալիս է հպարտությունը։ Քանի դեռ մարդը տառապում է, նա փնտրում է Աստծուն։ Բայց երբ գալիս է հաջողությունը, օրհնությունը, ծառայության աճ, գալիս է նաև վտանգը։ Նկատել ես, քանի դեռ տառապում ես, քանի դեռ խնդիրներ ունես, քանի դեռ հիվանդություն, քանի դեռ կարիք, մենք խոնար ենք։ Մենք խոնարհության մեջ ենք, մենք փնտրում ենք Աստծուն եւ Աստծո երեսը։ Բայց հենց որ մենք կշտանում ենք, հենց որ մենք հաջողվում ենք, հենց որ մարդը ուղղում է իր ողնաշարը, այդտեղ կարա գա հպարտությունը, այդ ծուղակը։ Օրինաց 8:17 Աստված ինչ ասում, քո սրտում չասես, այս հարստությունը ես իմ կարողությամբ եւ իմ ձեռքերի ուժով եմ վաստակել, չասես քո սրտում։ Որտեղ ասես, սրտի մեջ, ինչպես որ Արուսյակ իր սրտի մեջ ասեց։ Սա գիտես որ դեպքն է։ Սա այն դեպքն է, երբ որ Մովսեսը կանգնած Իսրայել ժողովրդին երկրորդ օրինացներ տալիս, երկրորդ անգամ օրենքներ կարդում։ Եվ ինչ էր ասում, ասում է հիշեք ձեր հայրերին, ովքեր որ անցան Եգիպտոսից դուրս եկան, կարմիր ծովը ճեղքեցին, մանանա կերան եւ այլն եւ այլն եւ այլն, բանակներ հաղթեցին, հաղթարեցին։ Հիմա ձեզ սպասվում է նոր հաղթանակ։ Դա խոստացված երկիրն է, դա Երիքովի պատերն են, ամուր պատեր են։ Ձեզ հաղթանակ է սպասվում, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եվ դուք անցնելու եք այդ ամեն ինչը։
Հորդանանը կանցնեք, կգնաք Երիքով, պատերը կընկնեն, ազգերը կգրավեք, այդ ամբողջ երկիրը, որտեղ որ կաթ եւ մեղր է բխում, այդ ամբողջ երկիրը Աստված պատրաստվում է ձեզ տա, եւ դուք հաղթելու եւ հաջողվելու եք, շատ եք հարստանալու, բայց քո սրտում չասես։ Չասես քո սրտում այս հարստությունը ես իմ կարողությամբ եւ իմ ձեռքի ուժով եմ վաստակել։ Ամենավտանգավոր միտքը սա է։ Ես ինքս կարողացա։ Ես հասա սրան։ Ես իմ իմաստությամբ, իմ զորությամբ հասա սրան։ Ամենավտանգավորը այստեղ է, երբ որ այդպիսի միտք է գալիս, հենց քո համար, հենց քո սրտի մեջ, հենց այդպիսի միտք է գալիս, ես իմ կարողությամբ, իմ տաղանդներով, իմ երգելով, իմ քարոզելով, իմ զորությամբ, իմ պապայի կամ չգիտեմ գումարներով հասա սրան, իմացիր ծուղակա պատրաստված։ Իմացի ծուղակի մեջ ես կամ ընկնելու ես այդ ծուղակի մեջ։ Ամբողջ փառքը մենք պիտի կարողանանք ուղղենք դեպի Տերը։ Այս դիրքի մեջ եմ Տերն է բարձրացրել, այս ծառայության մեջ եմ Տերն է տվել։ Այստեղ եմ, չգիտեմ, այս մեկի հետ եմ, այս մի առաքյալ եմ եւ առաքյալոց առաքյալ։ Չգիտեմ, էլ ինչ բարձր կոչում կա։ Առաքյալ առաքյալոց, հա, ասենց կոչում հորինեցին նոր։ Ամենաբարձր հոգևոր դիրքի մեջ եմ։ Ես ինքս իմ խելքով իմ իմաստությամբ մարդկանց անցած ճանապարհը հաջողությունները գցել են նրանց։ Ես ինչ եմ նկատել, հենց այս քաղաքի սպეციფիկան, ասեմ քեզ, այս քաղաքի սպეციფիկան, այնքան եմ տեսել, չես պատկերացնում։ Բա մենք 90-ական թվականներին գիտես ինչեր են կարել հովիվ եղբայր։ Լավ է սարի, այ նստի գլխից միշտ մանտամ քեզ, լավ է։ Հա, պատվեմ այտենց լավ է։ Ասես տոնանի մատ արձան դնենք ու գիշերցրեք ծափարենք քեզ։ Գանք երկրպագենք, խաչքար դնենք, ինչ անենք, որ լավ լինի քեզ, որ կտրվեց այս անցյալ քո հաջողություններից, լավ է սարել։ Ու իրական այդ մարդիկ արել են դա։ 90-ական թվականների ձյաձերն են եղել, ասենց ասեմ քեզ, պապաներն են եղել, առաքյալներն են եղել, մարգարեներ են եղել, ճեղքում են բերել, լավ է կարել։ Խոնարհվենք, ինչ անենք, հասկացեք, կտրվեք դրանից, որ ապագա ունենաք։ Երեք այստեղ հրաշալի աղոթք ունեցանք։ Հրաշալի, ամեն մեր աղոթքը մի աղոթքի նման չի։ Հետարքիր Տերը գործում աղոթքի ժամանակ, շաբաթօրյա մեր աղոթքներին։ Եվ աղոթք էր գնում Տեր իմ Աստված, այդ մարդկանց, ովքեր որ այտենց շատ են, Ստեփանավանում շատ են, Փառք Աստծուն արտություն ա եղել 90-ական թվականներին, բայց այդ հաջողությունը կանգնեցրել է արտությունը։ Ես կարող եմ վստահաբար ասել, այդ հաջողությունը 90-ական թվականների կանգնեցրել է արտությունը, որովհետև հասել են ժողովուրդը։ Ձեզանից ոմանք այստեղ նստած են այդ տեսնողները, մասնակիցները այդ արտության։ Եկի հասել է, հալելույա, մենք արտություն արեցինք, սրա հետ, դրա հետ, անուններ են տալիս, Ֆրուզ Արսենյան եւ այլն, Փառք Աստծուն այդ մարդկանց համար, բայց կանգնավ, խի, միգուցե հաջողություն էր պատճառը։ Միգուցե հաջողությունը ինձ կանգնեցրեց։ Միգուցե հաջողությունը ինձ տապալեց։ Միգուցե հաջողությունը ծուղակ էր իմ համար։ Եվ մենք այդպես կանգնեցնում ենք Աստծո հրաշալի շարժը։ Կանգնեցնում ենք։ Ինքներս մեր ձեռքերով։ Դա ծուղակ է, թանկագինս։ Բայց քանի դեռ նրանք տառապում էին 90-ականներին, տառապում էին, արտություն էին ստեղծում, կառուցում էին։ Շատ շուտով։ Կանցնի մաքսիմում 2 տարի։ Հիմա մենք այդ արտությունը կվերականգնենք Հիսուսի անունով։ 2 տարվա ես բան եմ ասում ձեզ։ 2 տարի հետո դու արտություն ես տեսնելու այստեղ։ Ոչ միայն այստեղ, ամբողջ Հայաստանը բռնկվելու այդ արտությամբ։ Հարցը այնտեղ է, ով կլինի արտության էպիկենտրոնում։ Նորից մարդիկ կհայտնվեն, ովքեր հետ կքաշվեն, կհետևեն։ Ցավով եմ նշում, կլինեն մարդիկ, ովքեր 90-ականների արտության պապաներն են եղել։ Հիմա ինձանից ու քեզանից է կախված, մենք մեզ կգցենք այդ արտության մեջ, թե չենք գցի։ Արտությունը կառուցում են մարդիկ։ Բայց այստեղ ծուղակ կա, այդ մարդիկ կկարողանան հետո փառքը տան Աստծուն, թե չէ։ Ցանկացած արտության էպիկենտրոնում մարդն է կանգնած եղել։ Ուսումնասիրի արտությունները, Ուելսի արտությունը, օրինակ, մարդիկ են կառուցել եւ մարդիկ են կանգնացրել։ Ամենաուժեղ եւ կարճ արտություն ասեմ, Ուելսի արտությունը 9 ամիս է տևել ընդամենը։
9 ամսվա մեջ հազարավոր 100,000-ավոր մարդիկ եկել են Աստծուն եւ հենց մարդը կանգնեցեց արթնությունը 9 ամիս հետո ուսումնասիրի բարբան չեմ ասում նորից եմ ուզում կարդամ այս միտքը քանի դեռ մարդը տառապում է նա փնտրում է Աստծուն բայց երբ որ գալիս են հաջողությունները օրհնությունը ծառայության աճ գալիս է նաեւ վտանգը այս ծուղակը այս հպարտության ծուղակը Աստված ասում է քո սրտում չասես այս հարստությանը ես իմ կարողությամբ հասա քո սրտում չասես ես իմ ուժով սա վաստակեցի չասես սա ծուղակ է չի ասում է շուրթերով չստենդը չպատմես քո սրտում եթե ասեցիր ծուղակի մեջ ես հպարտությունը գողանում է Աստծո փառքը վերագրելով այն մարդուն Աստված իր փառքը ոչ ոքին չի տա մինչդեռ խոնարհների շնորհքը տա եւ Աստված է տանում փառքից փառք այսինքն այն մարդիկ ովքեր կփորձեն գողանան Աստծո փառքը վերագրեն մարդուն այդ փառքը իմ ուժը իմ զորությունը իմ իմաստությունը սա Աստծո փառքի հանդեպ ոտնձգություն է բայց երբ որ մարդը կարողանում է փառավորել Աստծուն եւ ասել այս ամենը ինձանից չի ես տկար մի անոթ եմ ես ինձանից ոչինչ չեմ կարող ես ինչ եմ ես ով եմ Տեր իմ Աստված ասում է ես այ քեզ կարամ օգտագործեմ բայց այն մարդիկ որ ասում են ես չեմ կարա ես պետք է գիտես ջան հովիվ ջան ես էսի չեմ կարում ես էսի չի ստացվի Всё դու քեզ ես ուսացած վերջ մենք պետք է կարողանանք այդ փառքերը Աստծուն ուղենք այո ես չեմ կարա իմ մարդկային ուժով զորությամբ իմաստությամբ կրթությամբ չգիտեմ բոյով բուսատով չեմ կարա լիքը մենք կարանք պատճառներ բերենք խիչը պետք է մենք անենք շատ պատճառներ թե ես խիչը պետք է անեմ բայց եթե կա մի պատճառ որ դու կարաս ասես հանուն Աստծո ես սա կանեմ սա բոլոր քո պատճառները կանան այսպես վերցնեն ու մաքրեն ու դեն աղբանոցը նետեն քո հոգևոր պատմության աղբանոցը երբ որ մենք ասում ենք Տեր ուր ասես կգնամ ինչ ասես կանեմ երգում ենք հրաշալի ձայնով հրաշալի տեմբրով հրաշալի մենք կարանք սա լավ երգենք բայց հենց գալիս է անելու ժամանակ մենք կարանք հապաղենք սա նույնպես ծածուկ իմաստու բանա հպարտություն է սա հպարտություն է երբ որ ասում ես ես չեմ կարա ես չեմ կարա ես երբ որ Տերն ասում իհարկե երբ որ Տերն ասում սա նույնպես ծածուկ հպարտություն է որովհետև դու ինքդ քեզ ես դարձնում ուժեղ կամ չգիտեմ ամենակարող կամ չամենակարող լսում ես դու ինչ եմ ասում հա լսում ես կա լսել եւ կա լսել слушать и услышать լսում ես ինչ եմ ասում սա նույնպես թանկագինս հպարտության ծուղակ է երբ որ դու ասում ես ես ամեն ինչ կարամ կամ երբ որ դու ասում ես ես չէ ոչի բան չեմ անի երկուսն էլ ծայրեղություն է ամեն ինչ կարամ ինձ զորացող Հիսուս Քրիստոսով եւ առանց նրա ոչինչ չեմ կարող անեմ սա հոգեվոր բալանս է միակ ելքի ճանապարհը որն է ով կարասի միակ ելքի ճանապարհը էս հպարտությունից դուրս գալու որն է ով ասես խոնարհություն այո միակ ելքի ճանապարհը դա խոնարհվելն է սա ամենակարճ եւ ամենաուղիղ ճանապարհն է հպարտությունից սա խոնարհվելն է խոնարհությունը դա թուլություն չէ դա ցածրանալ չէ խոնարհությունը դա ճիշտ դիրք է Աստծո առաջ որտեղ խոնարհության մեջ մնացած բոլոր պտուղները խոնարհ մարդուն Աստված շնորհք է տալիս իսկ ով որ Աստծո շնորհքով է շարժվում ինքը քաղցր է բարի է խոնարհության մեջ է հնազանդությունը Եսայի մարգարեություն 66:2 ահա թե ես ում եմ մտիկ տալիս ում եմ նայում խոնարհին կոտրած հոգի ունեցողին եւ իմ խոսքերից դողացողին ահա թե Տեր ում անայում մենք միշտ ասում ենք աղոթում ենք Տեր նայիր ինձ Տեր օգնիր ինձ Տեր օգնիր ինձ Տեր այցելիր ինձ իսկ Տեր ասում է ես այցելում եմ ես նայում եմ խոնարհին
Ես նայում եմ կոտրած հոգի ունեցողին, ես նայում եմ իմ խոսքից դողացողին։ Ես հիմա հարց եմ ուզում տամ այսօրվա 21-րդ դարի քրիստոնյաներին։ Եթե քրիստոնյան այսօրվա հավատացյալը խոսքը չգիտի, ինչից պիտի դողա։ Ասեմ, իրավիճակներից է դողում արդեն։ Եթե խոսքը չգիտի, հիվանդություններից է դողում արդեն։ Եթե խոսքը չգիտի, արհավիրքներից է դողում արդեն։ Բայց Տերը ասում է, եթե դու իմ խոսքից դողաս, մնացած բոլոր վախերը անհետանալու են Հիսուսի անունով։ Ինչպես է դրսևորվում խոնարհությունը։ Խոնարհությունը դրսևորվում է Աստծուց կախված լինելու մեջ։ Ինչպես իմանաս։ Մարդը խոնարհ է թե չէ։ Խոնարհությունը դրսևորվում է Աստծուց կախված լինելու մեջ։ Խոնարհությունը դրսևորվում է ապաշխարության մեջ։ Այսպես է դրսևորվում խոնարհությունը։ Իսկ ապաշխարությունը իր հերթին պիտի պտուղ ունենա։ Ապաշխարություն դա փոշմանելը չի։ Ես փոշմանեցի, ինչ բան արեցի, հետո լավ արեցիր, փոշմանեցիր, ինչ արեցիր հետո։ Էլ փոշմանեց, ու ասեց, Հուդան ասեց, որ անմեղ մարդու արյուն եմ մատնել, հրաշալի է, իմացար, հասկացար, ինչ արեցիր, դե տարա այդ արծաթը հետ տվեցի քահանայապետերին, ապրեց, հետո ինչ արեցիր ու գնացի կախվեցի։ Վերջացրեցի կյանքը։ Իսկ Աստված մեծ ծրագրեր ուներ։ Իսկ Աստված մեծ երազանքներ ուներ Հուդայի համար։ Միգուցե Աստված ուներ մեծ տեսիլք նպատակ։ Գիտես, խոնարհությունը դրսևորումներ ունի։ Խոնարհությունը տանում է դեպի ապաշխարության։ Իսկ Պետրոսը այդ ամենը հասկանալով իր սրտում զղջաց, գնաց եւ դառնագին լացեց։ Լացելուց հետո գնաց Վերնատուն։ Վերնատունը ինչ էր, որտեղ աշակերտներն էին հավաքված։ Հիսուսը որտեղ այցելեց։ Վերնատուն այցելեց հարությունից հետո։ Ում Սուրբ Հոգին մկրտեց։ Ում մկրտեց Սուրբ Հոգին։ Վերնատան մեջ եղողներին մկրտեց Սուրբ Հոգին։ Այսինքն միաբանության մեջ զորություն կա։ Եկեղեցում զորություն կա։ Եվ պաշտպանություն կա։ Ապահովություն կա եկեղեցում։ Երեք աղոթքի ժամանակ ես մի բան հիշեցի, պատմեցի, երբ որ Արմինեն աղոթում էր այստեղ, Տեր վերադարձի մասներ աղոթում, որ այն մարդիկ, ովքեր որ ընկել են, հեռացել են Աստծուց, եկեղեցուց են հեռացել, ես մի բան հիշեցի, որին ականատես եղա մի 2-3 օր առաջ Գյուլաքարակում։ Երեկո էր արդեն 5-ի կողմերն էր եւ հովիվը նախիրը քշում էր, տանում էր դեպի գոմը, դեպի տունը։ Եվ նախիրը գնում էր, հովիվը քշում էր այսենց, մի քանիսը արարծում են, մի քանի գառնուկներ խաղում են, շատ սիրուն մի այսենց պատկեր էր, շատ գեղեցիկ։ Եվ այդ նախիրը գնում էր այսենց, գնացին, հետո անցավ մի քանի րոպե, մի հասու ոչխար, բառաչելով, անհանգիստ հետ է գնում, հետ էր վերադառնում, մտածեցի, մոլորված ոչխարը ինչը չհասկացա, բայց հետարքեր ինձ, ուր է գնում այս անհանգիստ ոչխարը, բառաչում էր աննորմալի պես։ Գնաց, անցավ մի քանի րոպե, ես տեսա այդ նույն ոչխարը, գառնուկի հետ միասին, արդեն հանգիստ, ոչ բառաչում էր, ոչ անհանգիստ էր, հանգիստ այդ գառնուկի հետ միասին վերադառնում էր դեպի տուն։ Ուր էր վերադառնում։ Դեպի տուն, դեպի հոտը, որտեղ ապահովություն կա, որտեղ պաշտպանություն կա, որտեղ որ Տերն է այդտեղ։ Ես չգիտեմ ինչով էր զբաղված այդ գառնուկը, միգուցե սխալ հայտություն էր ստացել։ Սխալ մարգարեության արդյունք էր միգուցե այդ գառնուկը մնացել էր հոտից հեռու։ Սխալ ինչ որ մեկը մարգարեացել էր, հայտնություն էր տվել, սխալ վիդեո էր տեսել միգուցե, սխալ քարոզի մեջ էր։ Չգիտեմ ինչ էր, ինչ հայտնության մեջ էր այդ գառնուկը, բայց փաստը մնում է փաստ, որ կար մի հասու ոչխար։ Նկատի ոչ թե հովիվը գնաց։ Հովիվը չգիտի ես որտեղ եմ, ընկել եմ այնտեղ ցեխերի մեջ։ Այլ ոչխարը գնաց նրա հետևից։ Փառք Հիսուսին։ Ես խնդրեմ փառաբանության թիմը գա արդեն։ Իմ համար սա լավ, այնպես պատկերավոր դաս եղավ, թանկագին Աստծո ժողովուրդ։ Խոնարհությունը դրսևորվում է Աստծուց կախված լինելու մեջ։ Խոնարհությունը դրսևորվում է ապաշխարության մեջ։ Խոնարհությունը դրսևորվում է լսելու եւ սովորելու մեջ։ Խոնարհությունը դրսևորվում է Աստծո խոսքին հնազանդվելու մեջ։ Եթե գրում ես, գրի։
խոնարհությունը դրսևորվում է գոհունակ սիրտ ունենալու մեջ։ Աստված ոչ միայն սիրում է խոնարհներին, այլ տալիս է նրանց շնորհք ունենալու կարողություն։ Այսպես է դրսևորվում։ Եվ 6-րդը ու վերջինը։ Հիսուսը հպարտությանը հաղթահարելու լավագույն օրինակն է։ Նա Աստված լինելով խոնարհեցրեց ինքն իրեն, մինչև մահ, այն էլ խաչի մահ։ Փիլիպպեցիների 2-րդ գլուխ 5-րդ խոսքից տանը կկարդաց, որ նա Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ ինքն իրեն խոնարհեցրեց։ Իդեպ սելի քույրեր, եթե մարդ որոշել է չխոնարհվի, ոչ ոք նրան չի կարող խոնարհեցնել։ Ոչ ամուսինը, ոչ էլ Աստված, այլ մարդն ինքն իրեն է խոնարհեցնում։ Իսկ բարձրանալու ամենակարճ ճանապարհը դա խոնարհվելն է։ Այո, եթե մարդը որոշել է չխոնարհվի, ոչ ոք չի կարող խոնարհեցնի։ Եվ բարձրունքին հասնում են ոչ թե ինքն իրեն բարձրացնելով, այլ բարձրունքին հասնում են միայն խոնարհվելով։ Հետևություն։ Հպարտությունը թվում է, թե չերևացող է, բայց հետևանքները իրական են։ Անկումներ, ինդիկատոր եմ քեզ տալիս, հա։ Ինչպես իմանաս այդ իրականությունը։ Անկումներ, սառը սիրտ, քանդված փոխհարաբերություններ, Աստծո շնորհքի բացակայություն։ Բայց Աստված միշտ ելք է թողնում, որն է ելքը Պետրոս 5:6։ Աստծո հզոր ձեռքի տակ խոնարհվեք, որպեսզի ձեզ բարձրացնի երբ։ Հենց հիմա ժամանակին, իսկ ժամանակները Աստծո մոտ են, իսկ ժամանակները Աստված գիտի, ում երբ բարձրացնի։ Մեզ ինչ ամնում խոնարհվել Աստծո հզոր ձեռքի տակ, եւ նա ժամանակին կբարձրացնի, իր ժամանակին կբարձրացնի։ Նա ինձ կբարձրացնի իմ ժամանակին, նա քեզ կբարձրացնի քո ժամանակին։ Ժամանակները Աստծո ձեռքերի մեջ են։ Եվ իմ աղոթքն է այսօր, որ Տերը ցույց տա մեզ հպարտության ցանկացած դրսևորում մեր սրտերի մեջ, որ նա տա մեզ Հիսուսի խոնարհությունը, որ սովորեցնի մեզ մեր կյանքի բոլոր ուղիներում կախված լինել Սուրբ Հոգուց, որ մաքրի ամեն գերազանց երևալու ոգուց, այդ են գերազանց ոգին այն, որ ես լավագույնն եմ, դա ոգի է, երևալը, տենչը, ազատի քննադատությունից և հպարտության ամեն մի ծուղակից Հիսուսի զորավոր անունով։ Սա է լինելու հիմիկվա մեր աղոթքը, որ Աստված ցույց տա մեզ այն ամեն մի ծուղակը, ամեն դրսևորումը, այն գերազանց երևալու, ոչ է լինելու։ Կարաս գերազանց լինես Փառք Հիսուսին, եւ կան գերազանցիկներ։ Լավ, մենք բոլորս այստեղ գերազանցիկ ենք։ Ստորակետ, բայց արի մատ մտիկ անենք մեր կյանքերին, այդ գերազանց երևալու, այդ ամենաճիշտը լինելու, այն բանից, որ ինքը ով է, որ ինձ ասի, ես չեմ կարա, ես չեմ հասկանում, ինձ հովիվը բան ասում, ես խի պտի դա անեմ, թող ինքը լեյան ասի, նոր ինձ ասի, թող ինքը լեմատ իրան տենա, նոր ինձ ասի, կամ իմ ավաքը։ Գիտես, ես եմ հեշտությամբ եմ խոսում ճիշտ ասած, ես միշտ ասում եմ արժի, որ ես հովիվ բարը շահարկել կամ կարա դիտվի, որ շահարկում է հովիվ լսի, ես ինչ եմ ես ազատ ասում եմ սա, որովհետև ես ինքս ենթարկվում եմ իմ հովին, 100%-ով ես ասում եմ, ես ճիշտ առաջինը Աստծո բաժինն եմ, բայց ես Երևանի բաժինն եմ, ես իմ հովի ինձ այնտեղից բարձրացի ու արկել են այստեղ, ինչ ասեն ես լսելու եմ, իմ հովիվը ինձ ինչ ասի հենց իմ ասա թողում ես, եղբայր, ու գալիս ես քեզ ուղարկում ենք, չգիտեմ,
գյուղ չէ, գեղ ասեք։ Մոզամբիկ լավ գեղա։ Գնում ես այնտեղ, ես կասի, ես չեմ ասի, հələ սպասի, ես գնացի աղոթեմ, դենամ, Տեր, իսկ Տերը ինչ ասում ինձ։ Երբեք նման մի քեզ չեմ ունենա։ Եթե ինձ հոյվա ասի, գիտես ինչ կա, Հրաշ ջան։ Չգիտեմ, թողնում ես, հենց հիմա թողում ես եւ գնում ես, դուք ակնատես եք եղեք, քանի հով եք փոխել արդեն։ Գիտեք, շատ լավ գիտեք։ Որ եկե հով ասելա, դավայ, հավաքի վեշեր գնում ես, ժողվի վեշերդ, բաղնից կերտանք, ու տարել են, այս մեկին բերել են, հիմա ցանկացած պա այս մեկին կարան տանեն, են մեկին բերեն, չեն պատրաստում ձեզ, բայց պատրաստել եք անեն։ Ես այսպես ազատ կարամ խոսամ, որովհետև ես ինքս հնազանդ եմ, ես ավեի ֆրասում հնազանդվել հովի, ես ինքս ինձ եմ ասում, հնազանդվել հովի, եւ ես հնազանդ եմ։ Եվ գիտեն Երևանում ցանկացած պահի հրամանը կարա գա ու հրամանատար ասի, չգիտեմ, մայոր ես, կապիտան ես, всё, перевод են քեզ անում, եղնիկներ, всё, գնացին եղնիկներ հիմա ծառայելու, վերջ, էտա։ Ծառայողի, եկեղեցու ծառայողի հովի կյանքը ինքը նման է հենց այս գարնիզոնային կյանքին, այդ զինվորական կյանքին։ Մի քանի տարի այստեղ ես, մի քանի տարի այնտեղ ես, դա նորմալ է, դա իմ ընտրած ճանապարհն է։ Եվ իմ ընտանիքը ինձ ասել է ամեն։ Իրար հետ ենք, միասին ենք։ Մի ֆիլմ կա, հիշում եք, ասեմ ու աղոթենք, Մոսկվա слезам не верит։ Ով հիշում այդ ֆիլմը, այն աղջիկը, որ միշտ ուզում էր, որ մի անգամից պատրաստի լավ ամուսին ունենա, հիշում եք, հա? Ասում է ինձանից լավ գեներալի կին կլինեի։ Այն մեկը խորհուրդ է տալի, ասում է, որպեսզի լինես գեներալի կին, դու պիտի ամուսնանաս լեյտենանտի հետ։ Մի քանի տարի ես գարնիզոնում, մի քանի տարի այն գարնիզոնում, մի քանի տարի ես գարնիզոնում, այդպես հետո նոր կդառնաս գեներալի կին։ Իմ ընտանիքը ինձ ասել, այո, այն գարնիզոն ուղարկեն, հալելույա, այն մի գարնիզոն կուղարկեն, էլի հալելույա։ Եվ իմ տղաները իմ հետ միասին, Փառք Հիսուսին։ Դամար թանկագիներս, մենք այսօր խոսում ենք ինչի մասին, հպարտության ծուղակի մասին ենք խոսում այսօր։ Մենք շատ ուշադիր լինենք, թե ինչ ծուղակ կարա լինի եւ կան այդ ծուղակները, ամեն ժամանակ այդ ծուղակները նետված են մեր ճանապարհին։ Հարց այստեղ է, մենք այդ ծուղակը կշրջանցենք, իմաստուն կլինենք, լույսով կքայլենք, Աստծո լույսով կգնանք որ ծուղակը տեսնենք, թե չէ։ Եկեք աղոթենք։ Եկեք աղոթենք։ Աղոթենք այդ ծուղակների դեմ։ Եթե դու այսօր քեզ բռնացրեցիր, որ քո կյանքում կա այդ ծուղակը, կոտրենք այսօր այդ ծուղակների ողնաշարը Հիսուսի զորավոր անունով։ Ուշադիր եղիր, ինքդ քեզ, քո անձին, ուշադիր եղիր, ինչպես ես դու խորհուրդներ ընդունում, թե չես ընդունում, ուշադիր եղիր, ինչպես ես լսում, ուշադիր եղիր, ում ես լսում, ամենաուշադիր եղիր քո սրտին, որովհետև հենց այնտեղից է կյանքի ելքը։ Ուշադիր եղիր քո սրտի մեջ դու ինչ ես ասում, ինչպես որ խոսքի մեջ է գրված, ինչպես որ կարդացի, չասես քո սրտում, ես իմ ուժով դրան ասա եւ իմ կարողությամբ դա հաղթարեցի։ Ամեն ինչը սկսվում է մարդու սրտից։ Եվ հիշի, Արուսյակը ընկավ, որովհետև իր սրտում նա ասեց։ Իր սրտում հպարտացավ։ Նա ոչ թե ընկավ, որովհետև նա մարդասպան էր, այլ նա հպարտությամբ ընկավ եւ դարձավ մարդասպան։ Իսկ ելքը Հիսուսն է։ Ամենակարճ ելքը Հիսուսից խոնարհություն սովորելն է եւ նրա պես խոնարհվելն է։ Եվ եկեղեցին թող ասի ամեն։ Եկ աղոթենք, խոնարհեցնենք մեր գլուխները։ Տեր, շնորհակալ ենք, որ դու սովորեցնում ես մեզ, շնորհակալ ենք քո ճշմարտությունների համար, քո ճշմարտության համար։ Շնորհակալ ենք, Տեր, որ դու մեզ ճանապարհ ես տվել։ Ճանապարհ ես տվել խոնարհվելու։ Տեր, մենք ընտրում ենք այդ ճանապարհը, այդ խոնարհության ճանապարհը։ Եվ ասում ենք, Տեր, մենք հնազանդվում ենք քեզ։ Ուր ասես կգնանք, ինչ ասես կանենք, ինչպես որ ասես, այդպես էլ կլինի, Տեր։ Տեր իմ Աստված սովորեցնում ես լինենք իմաստուն, սովորեցնում ես լինենք խոնարհ, եւ մենք ինքնակամ ենք մեզ խոնարհեցնում, Տեր, որպեսզի քեզանից ունենանք շնորհք, այլ շնորհ ունենալու կարողությունը, եւ ողջ փառքերը միայն քեզ ուղված լինի, Տեր, տուր մեզ իմաստություն եւ քո խոսքի լույսը, որ մենք մեր ճանապարհների վրա երբ որ քայլենք,
տեսնենք, նկատենք այդ ծուղակները եւ շրջանցենք դրանց Հիսուսի զորավոր անունով։ Փառք քեզ հավիտյանս հավիտենից, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։ Ամեն։ Գիտես, այո, փառք Հիսուսին։ Գիտես, երբ որ մենք վարվենք Աստծո խոսքի համաձայն, երբ որ մենք մեր ձեռքերում ունենանք այդ լույսը, որն է Աստծո խոսքը, այն մեր ոտքերի համար կարա լինի, որպես լույս, որպես ճրագ, եւ մենք մեր ճանապարհների մեջ կտեսնենք այդ ծուղակները եւ տեսնելով այդ ծուղակները մենք նրանք շրջանցենք Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Բայց հիշիր, մեկը շրջանցեցիր, երկրորդը կգա, երրորդը կգա, 10-րդը կգա, 1000-րդը կգա, որովհետև մենք ճանապարհ ենք անցնում եւ թշնամին քնած չի։ Ինչ որ մեկը կա, որ միշտ նետում այդ ծուղակները մեր ճանապարհներին եւ այդ ինչ որ մեկ ուզում է, որ մենք ընկնենք դրանց մեջ։ Բայց երբ որ մենք լույսը ունենանք, մենք կշրջանցենք դրանք Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Բարձի քո ձեռքը եւ թող Տերը այս դժվար ժամանակների մեջ օրհնի քեզ ու պահի քեզ։ Թող Տերը պայծառացնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Թող Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը քեզ տա։ Եվ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու աղոթությունը ամենքիս հետ լինի Հիսուսի անունով։ Թանկագինս Տեր օրհնի քեզ, քո շաբաթը, քո օրերը, քո ընտանիքը, քո ծառայությունները եւ լինես օրհնված քո ճանապարհների մեջ եւ Տիրոջ հետ հաղորդակցության մեջ լինես միշտ։ Տեր